Աստծո ամեն կիրակի մատուցվում է մեր եկեղեցու գլխավոր ծեսը, Հիսուսի մարդեղության խորհուրդը, կյանքի դրվագները, փրկagorցության տնօրինությունները բովանդակող պատարագը, պատարագից առաջ կատարվող արարողությունը հրաժարիմքն է։ Հրաժարիմքը քահանայի գլխավորությամբ հավատացյալներն արտասանում են 3 անգամ, արտասանում են դեմքով դեպի արևմուտք, թիկունքով դեպի արևելք, ձեռքերն իջեցրած ի կոր, ձեռքի ափերը դեպի դուրս, կանայք գլխաշորը հանած։ Հրաժարիմք ի սատանայե և համենայն խաբեություն է նորա, ի պատրանած նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամած նորա, ի չար հրեշտակած նորա, ի չար պաշտոնեից նորա, ի չար կամարարած նորա և համենայն չար զորություն է նորա, հրաժարելով հրաժարիմք։ Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, նրա չար կամքից, չար հրեշտակներից, չար սպասավորներից, չար կամարարարներից և նրա ամբողջ չար զորությունից հրաժարելով հրաժարվում ենք։ Աստված գիտենք ամեն ինչ բարի և լավը ստեղծեց և որ չարը վիճակ է, սրա մասին փաստել հավաստել են 5-րդ դարի մեր նշանավոր հայրերը, իմասնավորի Եզնիկ Կողբացին, հետ այնուհաճախ հապատում ճառերում անդրադարձներ կան, Նոր Գտակարանում բազմաթիվ անդրադարձներ կան, մասնավորապես Պետրոս, Հակոբոս, Հուդա առաքյալների կողմից չարի վիճակ լինելու մասին և անդրադարձներ, որ չարը առաջ եկավ այն պատճառով, որ սատանան փորձեց բռնել Քրիստոսի տեղը նախանձով դրդված և այս սկզբունքը սկսեց տարածել մարդկության մեջ։ Նաև հայտնի է, որ միայն մարդու զիջողության արդյունքում է, որ չարը հաջողության է հասնում, այս մոտեցումը, այս մեկնությունը, բացատրությունը փոխանցում է մեզ Ներսես Լամբրոնեցի հայրապետը, նաև Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը ասում է, որ չարի մխացող նետերը ջրասույզ են անում մեզ, նկատի ունենալով, որ ամեն անգամ, երբ որ մենք տուժում ենք, խաբվում ենք կամ անփորձ հոգիները գլխավորաբար, երբ որ խաբվում են, ուրեմն սկսում են սխալ ճանապարհով են ընթանում և մեղքի մեջ սուզվում են մեղքի մեջ։ Դրա համար մեզ համար սուրբ պարտք է, որպեսզի ջանք անենք մարդկանց ազատելու, ազատագրելու չարի ճիրաններից, որովհետև ինչպես Աստվածաշնչում է ասվում, ով ում հավատում է, նրան էլ ծառայում է։ Բարին ստեղծել է Աստված, չարը ծագում է սատանայից։ Մարդու մեջ չարը և բարին հավերժական պայքարի մեջ են։ Հնարավոր չէ ծառայել և բարուն, և չարին, այլ խոսքով և Աստծուն, և մամոնային։ Չարն Աստծո բացակայությունն է, չարը մարդկային հոգու մեջ աստվածային սիրո բացակայությունն է։ Քրիստոսի աշխարհ գալոցի մեկ հիմնական նպատակը մարդու ազատագրումն է մեղքից, մարդուն մեղքից հեռու պահելը։ Եվ ինչպես որ առանց արեգակի մարդկությունը երկիրը չի կարող կենագործել, այնպես էլ քրիստոնյաները կամ մարդկությունը առանց Քրիստոսի չի կարող ապրել։ Չարը հանդես է գալիս որպես կամ ներառում է բացառապես աշխարհային հակում։ Մեր պարտքն է մարդկանց հեռու պահել այս աշխարհային հակումից, բայց առիթ ուզում ենք ասել, որ Հովանու ավետարանի մեջ մեկ անդրադարձ կա, որ եւ Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ մինչև իսկ իր որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Այստեղ եւս գտնում ենք աշխարհ բառը։ Հարցն այն է, որ Աստվածաշնչում մի շարք բառեր երկիմաստ են կամ բազմամաստ են։ Եվ երբ որ մենք ուրեմն սխալ դիտակետից ծանոթանանք ենթատեքստին, մեզ համար, մեր հոգու համար դա շինություն չի լինի։ Մեր հոգին չի ուրեմն դառնա աստվածայինի աղբյուր, չի անբարի հոգևոր խոսք։ Դիցուք այս դեպքը, երբ որ աշխարհ ասելով հասկանում ենք մարդկությունը, դրական բնորոշում է։
Բայց դեպքեր էլ կան, որ աշխարհ ասելով Աստվածաշնչում ի նկատի է ունեցված մեղքը, բացառապես մեղքը։ Նույն հաջողությամբ ուրեմն տասնաբանյայից գիտենք, որ միայն քո Տեր Աստծուն պիտի սիրես ու երկրպագես, բայց դիցուկ Աբրահամի պատմության մեջ կարդում ենք, թե ինչպես ինքը ելավ դիմավորեց եւ երկրպագեց իրեն այցելության եկած մարդկանց, որ հրեշտակներ էին։ Հիմա այս դեպքում ոչ թե Աբրահամը երկրպագեց մարդկանց կամ հրեշտակներին, այլ այս դեպքում նշանակում է, որ խոնարհվեց, հարգանք ընծայեց։ Ուրեմն բազմապիսի են այս օրինակ դեպքերը եւ մեր հորդորը, որպեսզի Աստվածաշունչը ընթերցելիս մարդիկ բավարար ուշադրություն դարձնեն, ոչ թե խոսանավեն Աստծո խոսքը կարդալուց, այլ բավականաչափ ուշադրություն դարձնեն, որպեսզի իրենց կարդացածը ճիշտ ընկալեն, որպեսզի ճիշտ ուղղությամբ շարժվեն։ Հրաժարիմքը խորը խորհելու եւ մեղքերից, հանցանքներից, խոտորումներից, գայթումներից մեկ բառով չարից հրաժարվելու մեծագույն առիթ է։ Երբ որ երիցս արտաբերում ենք հրաժարիմքը, հետայնու դառնում ենք դեպի արևելք, երբ որ դառնում ենք դեպի արևելք, ձեռքերը իրար միացրած, բերում ենք մեր ուրեմն պատրաստակամությունը, վստահությունը, խոնարհությունը եւ հավատարմությունը Աստծուն։ Հագնում ենք հավատի զրահը, հավատի վահանը, փրկության սաղավարտը, Սուրբ Հոգու սուսերը եւ խոնարհվում ենք, որպեսզի բարձրանանք, խոնարհվում ենք, որպեսզի Աստված մեզ բարձրացնի։ Եվ հագնում ենք Տիրոջ ուրախությունը, որպեսզի մեր ուրախությունը եւս կատարյալ լինի։ Չարից հեռանալու համար ավելի տեղին, քան առաքյալները, ոչ ոք չի կարող ասել. հնազանդվեք Աստծուն եւ դիմադրեք չարախոսին, սատանային, եւ նա կփախչի ձեզանից, մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Մեղավորներ, մաքրեք ձեր ձեռքերը եւ ձեր սրտներն ուղիղ դարձրեք երկմիտներ։ Ձեր մեղքերի համար տառապեք, սգացեք ու լացեք, ձեր ծիծաղը թող փոխվի սուքի եւ ձեր ուրախությունը տրտմության, խոնարհ եղեք Տիրոջ առաջ եւ նա ձեզ կբարձրացնի, որպեսզի իր ուրախությունը ձեր մեջ լինի եւ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ինչպես բոլոր նեղության մեջ գտնվող անձինք, ինչպես բոլոր հիվանդները դիցուկ, այնպես էլ Աստված փնտրող մարդը, մեղավոր մարդը, քրիստոնյա մարդը, անկատար մարդը կարիք ունի երկխոսության, կարիք ունի ուրեմն Աստծո հետ հարաբերության, կարիք ունի իր մեղքերը խոստովանելու։ Դրա համար է, որ մենք անցնում ենք այս ճանապարհը, դրա համար է, որ դեռևս 4-5-րդ դարերից սկսած եկեղեցու հայրերը այս մտահոգությունները ունեցել են եւ եթե հին ժամանակներում այս ընթացքը, այս ընթացակարգը սահմանված է եղել բացառապես հոգեորականների համար, շարունակության մեջ այն տարածվել է ուրեմն համայն ժողովրդի վրա։ Շարունակության մեջ հետևում է զղջումը, մեղանների շարքը, երբ որ հավատացյալները ծնկում են հոգեորականի առաջ եւ արտաբերում են ընդհանուր իմաստով 10 մասերից կազմված մեղաների այս շարքը եւ ամեն շարքը վերջանալիս արտաբերում են մեղա Աստուծո եւ հոգեորականը պատասխանում է Աստված թողություն շնորհեցե։ Հետևում է խնդրանքը այսօրպես քեզ ունենք միշտորդ հաշտության եւ հետևում է արձակումը, երբ որ օծյալ եւ ձեռնադրյալ հոգեորականը ուրեմն արձակում է տալիս հավատացյալներին, ասելով եւ ես կարգավս քահանայական իշխանության եւ հրամանավն աստվածային թե զոր արձակիցեք հերկի եղիցի արձակյալ հերկինս նովին բանիվն արձակեմս ձեզ համենայն մասնակցություն եմ մեղաստերոց հանուն հոր եւ որդու եւ ոգին սրբու ամեն։ Պողոս առաքյալն իր թղթերից մեկում զգոնության, չարի որոգայթին հեշտությամբ չտրվելու կոչ է անում ասելով. «Եվ դա զարմանալի բան չէ, քանզի ինքը սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ, եւ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ,
որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի։ Չարի հնարներն այնքան շատ են, նա այնպես վարպետորեն է խաբում, որ մարդը չէր հասցնում կասկածել ու կողմնորոշվել։ Որպեսզի մարդը չընկնի սատանայի խորխորատը, առաջինը պետք է առնչվի Սուրբ Գրքին, որպեսզի ինքը շարունակի լինել Աստծո խոսքի կենարան, որպեսզի մարդու հոգ է մարմինը շարունակի կենագործել ուղիղ շիտակ ընթացքի մեջ։ Պետք է ուղիղ առնչություն ունենա հոգևորականաց հետ, պետք է առնչվի մեր հոգևոր ժառանգությանը, որտեղ մենք հսկայական թե հայոց եկեղեցին եւ թե ընդհանրական եկեղեցին հսկայական ժառանգություն ունի աստվածաշնչական այս կամ այն խոսքի վերաբերյալ։ Եվ սա ամենաուղիղ, ամենակարճ ճանապարհն է հեռու մնալու գայթակղությունից։ Սուրբ Գրքում շատ են զգաստության, սթափության կոչերը, սուտ Քրիստոսների եւ սուտ մարգարեների ի հայտ գալու, նրանց կողմից մեծամեծ նշաններ ու հրաշքներ ցույց տալու, անգամ ընտրյալներին մոլորեցնելու մասին զգուշացումներ ունեն Մարկոս, Ղուկաս, Մատթեոս ավետարանիչները, իսկ մինչ այդ դեռևս 5 կտակարանում Ծննդոց գրքում կար հստակ պատվիրան չճաշակել բարու եւ չարի գիտության ծառից, բայց մարդուն իսկապես հեշտ չէ ճանաչել ու խուսափել նրանցից, չարը կերպավորողներից ու նրանց խորհուրդներից։ Ամբողջ Աստվածաշնչի մեջ թե 5 կտակարանում, թե հատկապես նոր կտակարանում բազմաթիվ զգուշացումների եւ արթնության կանչեր ու կոչեր կան։ Թե ավետարանիչների, թե Քրիստոսի, թե առաքյալների կողմից այս կանչերն ու կոչերը նաեւ շարունակվում են սրբերի, մարտիրոսների կյանքի ընթացքում, անապատականների։ Դեռևս 5 կտակարանից տեսնում ենք, որ մի շարք մարգարեներ զգուշացումներ են տալիս չամաչելու, խոստովանելու իրենց մեղքերը, անդրադարձ ապրելու, ուղիղ շիտակ ճանապարհով գնալու։ Ընդհանրական եկեղեցու մեջ դեռևս 4-րդ, 5-րդ դարերից սկսած ու թերևս դրանից առաջ էլ անընդհատ զգուշացումներ կան մարդկանց հեռու պահելու այլևայլ ճանապարհներից, չարի մխացող նետերից, սատանայի հնարքներից ու ճանապարհներից։ Ես ձեզ ասեմ, որ դիցուք Սուրբ Հովանու ավետարանը նաև այս նպատակին ընդառաջ է գրվել։ Մարդկանց հեռու պահելու զանազան հերձվածներից, սխալ ընթացքից, սխալ ուղղություններից։ Այս հարթության մեջ բազմաթիվ են օրինակները, բազմաթիվ են ուղենիշները, բազմաթիվ են ճանապարհները։ Մենք շատ պիտի ուզենայինք, որ մեր ժողովրդի զավակները անպայմանորեն ունենային այդ փորձառությունը առնչվելու ընդհանուր եկեղեցու եւ մեր եկեղեցու ժառանգությանը։ Մեր եկեղեցու հայրերից ու հայրապետներից շատերը այս օրինակ շատ դրությունների համար դիցուք Սարգիս շնորհալին, Ներսես շնորհալին, Մանդակունի հայրապետը, Օձնեցի հայրապետը, Սահակ Պարթև հայրապետը, Գրիգոր Լուսավորիչ հայրապետը բազմաթիվ անդրադարձներ ունեն մարդկանց հեռու պահելու համար չարից եւ շիտակ ճանապարհով ընթանալու համար։ Սատանայի մեծ հրամցվող չար խորհուրդներից հրաժարվելու զորավոր զենքեր են Աստծո հանդեպ անսասան հավատքն ու վստահությունը, անապատում սատանայից փորձության ենթարկվելիս հենց այս զենքերն էր գործածում մեր Տերը իր օրինակը տալով մեզ. հետևս անցիր սատանա, չարին չմերձենալու, չարից հրաժարվելու պատվիրանն ի դեպ մենք ստացել ենք, ինչպես արդեն ասել ենք, Ծննդոց գրքից, չարին շրջանցելու բազմաթիվ զգուշացումներից եւ հիշեցումներից մեկն էլ Մարկոսի ավետարանն է տալիս, բայց դուք զգույշ եղեք, ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի, հրաժարիմքը առաջուց ասվածը շրջանցելու կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, խոսքով թե գործով մարդու մեղանչումներից հրաժարվելու տարբերակ է, եդեմական վիճակին վերադառնալու միջոց։